Հովհաննիսյան պատճառաբանությունները ներկայացրել է դեռ գործող քաղաքապետը, անձնական պատճառներ է մատնանշել, բայց ես կուզեի դուք անդրադառնայիք հարցին, արդյոք այս հրաժարականը կապ ունի այն ենթադրյալ կոռուպցիոն պատմությունների հետ, որոնց մասին բազմաթիվ հրապարակումներ կան մամուլում կապված Դիանա Գասպարյանի հետ, եթե ոչ, ապա վարչության նիստին արդյոք եղել է քննարկում իր հրաժարականի շուրջ, ինչպիսին է եղել վարչության դիրքորոշումը, այդուառումով շնորհակալություն։ Նախ վարչության նիստը ես չեմ կարող մեկնաբանել, որովհետև վարչության անդամ չեմ եւ վարչությունը ըստ էության իր հայտարարությունը տարածում է յուրաքանչյուր նիստից հետո, այնքան որքան հրապարակային է, ուրեմն սա այս մասով Տիկին Գասպարյանը, ինչպես դուք նշեցիք, իր հրաժարականի վերաբերյալ բացատրություն հրապարակային ներկայացրել է, ես դրան ավելացնելու եւ այդ հայտարարությունը մեկնաբանելու անհրաժեշտություն չեմ տեսնում, ինչ վերաբերում է մամուլի հրապարակումներին, հաշվի առնելով մամուլի հրապարակումների բազմագույն լինելը միշտ, ես ուղղակի խուսափ եմ դրանք մեկնաբանել, որովհետև որևէ հիմնավորում եւ հիմք չեմ տեսնում դրանք մեկնաբանելու մասին։ Շնորհակալ։ Պարոն Հովհաննիսյան, ուղղակի մի կարճ ճշտող բան, այդ ամբողջ հրապարակումները, որոնք դուք չգիտեմ ոնց բնորոշեցիք, ամեն դեպքում այդ ամբողջ հրապարակումները, այդ ամբողջ պատմությունները, շինթույլտվություններ, կադաստրային արժեքից ցածր հողի վաճառքներ, ընտանիքի անդամների հետ գնումներ եւ այլն, այս ամբողջը ազդեցություն չի ունեցել իր հրաժարականի վրա։ Ես կրկնեմ, հրաժարականի մեկնաբանությունը այս պայն այլևս ավելացնելու որևէ բան չունեմ, ինչ վերաբերում է ձեր հարցին գլոբալ կոնտեքստում, անկախ մարդու անուն ազգանունից, քաղաքական պատկանելիությունից, եթե որևէ մեկը ներգրաված կլինի որևէ կոռուպցիոն գործարքի մեջ, հովանավորչության գործարքի մեջ, պատժվելու է օրենքի ողջ խստությամբ, եթե հատկապես լինի քաղաքացիական պայմանագիր քաղաքական կուսակցության թիմից։ Ես սա ասում եմ գլոբալ առումով, իսկ կոնկրետ ձեր հարցերի վերաբերյալ ասացիս ավելացնելու այլևս ոչինչ չունեմ։ Շնորհակալ եմ։ Պարոն Հովհաննիսյան, ես կրկին կուզեի էջմիածնի այդ համայնքապետի բանից հարցնեի հրաժարականից։ Տեսեք, բազմաթիվ այդ պատմությունները, քանի որ դուք նաև ձեր թիմում, ձեր կուսակցությունը վարչություն ունեն ֆորմատ այդպիսի քննարկումների խնդիրների մասին, ես ուզում եմ հասկանալ, ընդհանրապես քննարկվել է Դիանա Գասպարյանին առնչող այդ պատմությունները ձեր վարչությունում, որևէ այլ ֆորմատով, չգիտեմ, ինքը բացատրել է այդ պատմությունները, որքանով կապ ունեն կամ ինչքանով այդտեղ կան բան, այսինքն թիմի համար անհանգստացնող են այդ խնդիրները, որոնց մասին մամուլը ահազանգել է։ Գիտեք ինչու եմ հարցնում, ստացվում է, որ պաշտոնյան հրաժարական է տալիս այս ֆոնին եւ հասկանալի չէ, էլի մարդկանց համար ընդհանուր առմամբ։ Տրամաբանական է ձեր հարցը եւ բնական է եւ այդ հարցադրումը կա բնության մեջ եւ պետք է այդ հարցադրման պատասխան տրվի եւ այդ հարցադրումներին պատասխաններ տրվում են եւ ելի եմ կրկնում, եթե որևէ մեկի հետ կապված կոռուպցիոն որևէ պատմություն լինի իր համապատասխան իրավական հիմնավորումներով, դրա մասին բոլորը կիմանան վստահաբար։ Ինչ վերաբերում է մեր ներսում տեղի ունեցող քննարկումներին եւ այլն, ես էլի ասեմ, ես վարչության անդամ չեմ, բայց որպես մարդով մասնակցում եմ նիստերին, ինձ թույլ կտամ ասել, որ ուրեմն այո, չկա որևէ թեմա, չկա հատկապես թեմա, որը կապ ունի ինչ որ մի տոկոսով անգամ 0.001%-ով որևէ կոռուպցիոն կամ հովանավորչության ինչ որ թեմայի հետ, թեկուզ մամուլում գրված, թեկուզ ինչ որ մարդկանց կողմից դրա մասին ուրեմն հայտարարություն լինի, այդ բոլոր թեմաները կախված իհարկե դրանց լրջությունից եւ հիմնավորումից, որովհետեւ ելի եմ ասում, մամուլում ամեն ինչ կարա լինի եւ մարդիկ, ինչպես գործընկերս էլ ասեց, իրենց խոսքի համար, այսպես ասած, չեն էլ մտածում ինչ են խոսում։ Դրանց հիմնավորումներից կախված բնականաբար բոլոր թեմաները քննարկվում են, չեն կարող չքննարկվել եւ ես դες կարող եմ վստահ ասել, որ քննարկում են բավականին սուր ձևով։